Եկեղեցին վերականգնվում է իր նախնական տեսքով, ինչպես որ կառուցվել է եւ ինչ գույներով որ եղել է։ Շագանակագույն գույնը դա գույն չէր, դա մետաղի օքսիդացած երանգներ, ուղղափառ եկեղեցիների մոտ դες շագանակագույն ընդհանրապես չկա։ Կապույտ ամեն մեկը իր խորհրդանշող գույն ունի։ Պահպանված մետաղածալքերի արանքից մենք նախնական իր հիմնական գույնը բացահայտեցինք։ Եկեղեցին վերաբերում է 19-րդ դարի կեսերից մինչև այդպես 1914 թվականները, որովհետև հստակ վերականգնումները անցել գուցե իր նախկին տեսքը չի, սա վերագրվում է 1904-ից 1914 թվականների վերականգնման։ Եվ եկեղեցին համարվում է նեոկլասիցիզմի լավագույն օրինակներից մեկը ուղղափառ եկեղեցիների։ Արևմտյան ճակատոնը ընդհանրապես զգոյություն չուներ, չկային մեջտեղի սոխուկը, գմբեթը եւ սոխուկներից 3-ը։ Վերականգնման ընթացքում մենք հին արխիվային լուսանկարներից կարողացանք վերականգնման նախագիծն անել։ Քիչ շփող տեղերից մենք կարողացանք վերականգնել նաեւ եկեղեցու նախնական իր գույները։ Շագանակագույն գույնը դա գույն չէր, դա մետաղի օքսիդացած երանգներ, բայց ուղղափառ եկեղեցիների մոտ դες շագանակագույն ընդհանրապես չկա։ Կապույտ ամեն մեկը իր խորհրդանշող գույն ունի։ Քանի որ գործ ունենք հուշարձանի հետ, մենք պիտի ամեն մանրուքը հաշվի առնեինք եւ պահպանված մետաղածալքերի արանքից մենք նախնական իր հիմնական գույնը բացահայտեցինք։ Հետագայում նույնիսկ ներսում կանաչ էին ներկել, լուսամուտները սպիտակացրել էին, տարբեր վերանորոգման աշխատանքներ են արել, մետաղական մասեր են ավելացրել իրանց ձևով, բայց հիմնական որ ժողովրդի մոտ շագանակագույն գույնը մնացել է, դա ժանգ օքսիդի հետևանքներ։ Մեծ խնդիր ունենք մեծ սոխուկի հետ կապված, բայց 1900-ականների սկզբի Ֆրիտյոֆ Նանսենի լուսանկարների արխիվում լուսանկար գտանք, որտեղ պահպանվել էր։ Այսինքն դա միակ լուսանկարն էր, որտեղ պահպանվել էր մեծ սոխուկը։ Խնդիրը նաև խաչերը, քանի որ վերականգնման աշխատանքների ժամանակ մենք գտանք նաև ուրիշ խաչեր, բայց Նանսենի լուսանկարում պարզ երևաց, որ ուղղափառ ճիշտ տեղադրված խաչերն են իրենց խնձորակներով։ Զանգակատունը պահպանված է եղել, հիմնական վերականգնման համար պիտանի դետալները պահպանված էր, որով մենք կարողացանք զանգակատունը գրեթե ճշտության վերականգնել։ Ամրակիցի Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվել են 2024 թվականին։ Ընդհանուր առմամբ մոտ 131 միլիոն դրամ է հատկացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, իսկ դրան նախորդել են արդեն նորից նախարարության պատվերով գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որը իրականացրել է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը եւ ամբողջությամբ ուսումնասիրվել են արխիվային նյութերը, եկեղեցին վերականգնվում է իր նախնական տեսքով, ինչպես որ կառուցվել է եւ ինչ գույներով որ ի սկզբանե եղել է։